Ողջույն բոլորին, հուսով եմ լավ եք։ Ես Մարին եմ, դուք Coffee Book-ի էջում եք։ Ես անչափ ուրախ եմ, որ դուք ինձ միացել եք, մանավանդ ուրախ եմ, որ ես ամանորյա տրամադրությունը կիսում եք ինձ հետ։ Put on the tree before my spirit falls again. Fill up the stocking. I may be rushing. Այսօր լինելու է լրիվ թեթև ռելաքսային վիդեո, ոչ մի ծանր ինֆորմացիա չպարունակող, ձեզ պատմելու եմ վերջին ամիսների ընթացքում ձեռք բերած իմ գրքերի մասին։ Ընդհանուր կբաժանենք 3 մասի վիդեոն, որտեղ 3 խոշոր պարտիաներով եմ գրքերը կամ ձեռք բերել կամ նվեր ստացել ու հիմա հերթով ամեն ինչ ձեզ ցույց կտամ, բայց մինչև առաջին գրքին անցնելը ակնկալում եմ, որ կդնեք ներքևը մատիկը վերև, կբաժանորդագրվեք իմ ալիքին, եթե նոր եք իմ ալիքում, ու կդնեք զանգակի կոճակը, որպեսզի ստանաք բոլոր նոր վիդեոների մասին տեղեկատվությունը։ Դե ինչ, եթե ամեն ինչ արեցիք, գնացինք։ Սկսենք առաջին պարտիայից, մի քանի բամբիչսկի գիրք եմ ձեզ ցույց տալու, չնայած այսօրվա բոլոր գրքերի մասին կարամ հանգիստ սրտով ասեմ բամբիչսկի։ Ուրեմն, այս գրքերը ես ստացել եմ Դինայից եւ Ալիսայից, մենք փոխանակում էինք անում գրքերի, գրքային բոքսերի, ու ուրեմն առաջին բոքսի մեջ, որ Ալիսան էր ուղարկել, Աբրահամ Վերգեզե Ռեցիչենիա Ստոնե գիրքն էր, որովհետեւ ես պետք է սկսեի այդ ժամանակ կարդալ, սեպտեմբեր ամիսն էր, այս վերջին վիդեոների ընթացքում բավականին շատ եմ իր մասին խոսել, դրա համար հիմա էլ չեմ կենտրոնում դրա վրա։ Հաջորդ գիրքը, որ ուղարկել է Սոմերսետ Մոեմ թիատր, ես Մոեմին շատ եմ սիրում, բայց թիատր գործը չեմ կարդացել ու հստակ եթե անկեղծ չեմ էլ կարող ասեմ թե ինչի մասին է, բայց գիտեմ, որ Մոեմը իր ստեղծագործությունում շատ է բնութագրում, շատ է կենտրոնանում կանացի էության, կանացի տեսակի վրա։ Ու երրորդ գիրքը Ալիսայից Պոգրեբյոնը Վիլիկան Կաձո Իսիգուրո։ Սա իմ համար լրիվ բացահայտում էր, որովհետև Իսիգուրոից դեռևս ոչինչ չի կարդացել, այս գրքի մասին արդեն պատմել եմ նախորդ վիդեոներից մեկի ժամանակ, ստեղ միտեղ հղումը դուրս կգա, անպայման նայեք, ծանոթացեք իմ օձվին գրքի մասին, գիրքը ամեն դեպքում հետաքրքիր է ու հաջորդ երկու գրքերը, որոնք Դինան էր ինձ ուղարկել, իրանց մասին կարծեմ դեռևս չեմ խոսել, մենակ այդ վիդեոյի ժամանակ, որտեղ ռասպակովկայի անում իրանց նվերները, իդեպ դա այստեղ միտեղ դուրս կգա, անպայման նայեք։ Ու առաջինը իմ համար ուղղակի շոկային էր, որովհետև ես չգիտեի, որ այս հեղինակում ես շատ եմ սիրում։ Հրատարակվում է այս նոր գրքերի շարքով Blake Crouch Возвращение։ Հիմա դուք ստեղ նայեք ինչ շքեղություն ու ինչ գեղեցկություն է։ Ես Blake Crouch-ի շարքից ունեմ 2 թե 3 գիրք, բայց այլ հրատարակությամբ, սա լրիվ նոր հրատարակություն է, լրիվ նոր շարք է։ Այստեղ խոսքը գնում է ինչ-որ վիրուսի մասին, որի պատճառով մարդիկ սկսում են ամեն ինչ մոռանալ իրենց կյանքը, մոռանալ ընտանիքը, ասենք մաման կարա մոռանա, որ ինքը երեխա ունի, նման ինչ-որ բան է տեղի ունենում ու կան մարդիկ, ովքեր ոնց որ թե այդ վիրուսին պատվլասնի չեն ու իրանք պետքա փորձեն ինչ-որ բան փոխել, եթե ճիշտ եմ հիշում անոտացիան։ Ու հաջորդ գիրքը, որը հստակ կերպով դարձել է իմ գրադարանի ամենագեղեցիկ գրքերից մեկը, երևի ամենագեղեցիկ 3 գրքերից մեկը, Յան Ֆիլիպ Զենտկեր «Искусство слышать стук сердца, сердце, живущее в согласии». Իհարկե մոտիկից կնկարեմ, որ դուք այս գեղեցկությունը տեսնեք։ Հստակ չեմ հիշում գիրքը ինչի մասն էր, բայց կարծեմ մի տղամարդու մասին է, ով մահանում է ու նամակ է թողնում մի կնոջ, ում ժամանակին սիրել է։ Հետո այդ տղամարդու աղջիկը, որ էլի շատ հայտնի իրավաբան է, գտնում է այդ նամակը ու որոշում է գնա աշխարհի եսին որ մյուս ծերը, ենթադրում եմ Հնդկաստան այս նկարներից ու գտնել են կնոջը, ում իր պապան թողել է այդ նամակը։ Ինչ որ նման մի բան կար գրքում, հստակ չեմ հիշում, բայց մոտակա պլաններից մեջ է, որովհետև մենակ արտաքինը ինձ արդեն ահավոր գերում է։ Իրականում մինչև աղջիկների նվերներին անցնելը ճիշտ կլիներ, որ ձեզ ցույց տային գրքերը, որոնք եւ գնել էի եւ նվեր էի стացել ամռան ընթացքում։ Ուրեմն առաջին երկու գրքերը նախորդ վլոգից ժամանակ երևացել են ու նախորդ վիդեոներից ինչ որ մեկում արդեն խոսել եմ իրենց մասին։ Ջրեք Ֆինի «Меж двух времен» այս գիրքը կարդացի հոկտեմբերին, աչոթի ժամանակ պատմել եմ։ Սա ֆանտաստիկա է, գիտական ֆանտաստիկա, ժամանակի մեջ ճամփորդությունների մասին, գործողությունները Նյու Յորքում են տեղի ունենում։ Բավական հետաքրքիր գիրք է, ստեղ էլի դուրս կգա հղումը, որտեղ որ պատմում եմ իր մասին։ Հաջորդը Ֆիլիպ Դիկ Պամուտնյանի։ Այս գրքի մասին նույնպես պատմել եմ, կարծեմ Ֆիլիպ Դիկի այս գիրքը կարդացի սեպտեմբերին։ Շատ յուրահատուկ ու տարբերվող գիրք էր, ամեն դեպքում խորհուրդ տալ իրան չեմ կարող, ես ինքս այն առանձնապես չհավանեցի։ Ֆիլիպ Դիկից դեռևս Ուբիկը մնում է առաջին տեղում իմ համար, ու եթե ուզում եք Ֆիլիպ Դիկի ծանոթանաք, նաստայացին խորհուրդ եմ տալիս սկսել հենց Ուբիկից։ Հաջորդ երկու գրքերը ինձ նվիրել է Դինան, ընդհանրապես այս սորվա բոլոր գրքերի մեծ մասը ինձ երևի Դինը
չկան նվիրել։ Ուրեմն առաջինը Դաֆնե դի Մարիենա եւ իր Ռեբեկան, Ռեբեկայի մասին նույնպես պատմել եմ սեպտեմբերի, չէ, էլի օգոստոսի ընթերցված գրքերի մեջ կարծեմ։ Սա գոթական վեպ է, բավականին շատ նման Ջեյն Էյրին, եթե թեմատիկան ձեր համար է, կարծում եմ գիրքը արժի գոնե փորձել։ Ստիվեն Կինգ «Как писать книги»։ Այս գրքին դեռևս չեմ անցել, կարծում եմ հունվար-փետրվար ամիսներին կկարդամ, ստեղ Կինգը կիսվում է իր բոլոր խորհուրդներով, իր բոլոր տրյուկներով, թե ոնց է ինքը գրում գրքերը ու ինչ խորհուրդներ հետաքրքիր կարա տա սկսնակներին ու ոչ միայն։ Հետաքրքիր է այն, որ սա non-fiction գրականություն է, բայց բոլորը ասում են թե Կինգը նենց է գրել, կարծես թե գեղարվեստական գործ լինի։ Կծանոթանամ, ինքս էլ կարծիքը կկազմեմ։ Ու մի գիրք եմ ուզում ցույց տամ, որ ընդհանրապես վերջերս այն մոտ հայտնվել, երևի թե վերջին 1 ամսվա ընթացքում, բայց քանի որ ինքը առանձին է, լրիվ կապ չունի ոչ մի ծննդյան կամ փոխանակման նյութերի հետ, ուզում եմ այսպես ցույց տամ Ջորջ Մարտին «Իգրա պրեստոլով»։ Սա շարքի առաջին գիրքն է, որ ես կարդացի, սիրահարվեցի նորից այս պատմության այս աշխարհին, շուտով երկրորդ մասը ինձ կգա ու ասեմ նաև, որ շատ որակյալ շարք է, ինձ դեռևս շատ է դուր գալիս, այնքան եմ իրան մաշմշել, քաշ տվել այս կողմ այն կողմ, բայց ինքը շատ իդեալական վիճակում մնացել է, այնց որ եթե մտածում եք որ շարքով հավաքեք, զուտ որակային ու գեղեցկության տեսանկյունից կարծում եմ սա բավականին լավ է ու նաև մաչելի է ու կա Wildberries-ում։ Ու հիմա անցնում ենք ամենահետաքրքիր յուրահատուկ շարքին, ծննդյանս նվերներին։ Սրանցից ոմանք ես ինքս ինձ եմ պատվիրել, ոմանք նվեր եմ ստացել։ Եկեք սկսենք նրանցից, որոնք ես ինքս իմ համար եմ գնել։ Առաջինը Winston Graham-ն է Poldark։ Այս գրքի մասին նույնպես պատմել եմ, կարդացել եմ հոկտեմբերին, հղում այլ ստեղ դուրս կգա։ Իրականում ստեղ լիքը հղումներ կան, որոնք ես խորհուրդ եմ տալիս ուշադրություն դարձնեք նայեք, որովհետև այս գրքերի մասին մանրամասն խոսել եմ։ Հաջորդ գիրքը Kate Morton Dodge Savых дел мастера։ Այս գիրքը ինքս ինձ նվեր եմ արել, ինչի համար շատ ուրախ եմ, որովհետև եթե մի կողմ թողնենք այն թե ինչքան ինքը գեղեցիկ է, ես իր մասին լիքը լավ օձիվներ եմ լսել։ Ստեղ գործողությունները 2 ժամանակային գծերում են տեղի ունենում, մեկը ներկա օրերում ու մյուսը անցյալում ներկա օրերում ունենք ոնց որ թե մի հերոսուհի, ով կարծես թե գտնում է հին նկարներ, ոչ թե ֆոտոնկարներ, այլ ձեռքի աշխատանքներ, հա, ու այդ նկարների պատմությունն է սկսում պարզվել այն մարդու, ովքեր այն նկարել է, ու գնում ենք ժամանակով դեպի հետ 18 թե 19-րդ դար, ու նաև հեղինակը պատմում է այդ մարդու կյանքի մասին, ով ստեղծել է այդ նկարները։ Կարծեմ տենց ինչ որ թեմա է, մանրամասն չեմ կարող ասեմ, բայց ինձ ժամանակային տենց խաղերը շատ հետաքրքրում են։ Բնականաբար ես ունեմ գիրք Դինայից, առանց դրա ոչ մի տեղ, Stephen King Misery։ Դինան ուղղակի լրացնում է Stephen King-ի պաշարը, ու այս Misery-ին հոկտեմբեր ամսվա ամենաթույն գրքերից մեկն էր, առհասարակ Stephen King-ի ամենայուրահատուկ, ամենամուրաշկեքով, զզվելի, սարսափելի, բայց կայֆ գրքերից մեկն էր, չեմ կարող ձեր նկարագրեմ։ Իր մասին էլի մանրամասն պատմել եմ, գիտեք որտեղ կարաք տեսնեք, այստեղ դրա համար էլ չեմ խորանում, բայց սա 16+ է, որտեղ մեջ լիքս ужастик վախենալու բաներ կան։ Հետո նույն ծնունդիս ինձ Ալիսան ուղարկում է նվեր, ուրեմն Francis Scott Fitzgerald «Последний магнат»։ Կստати, ստեղ վիդեոների հատվածներ կդնեմ Ալիսայի ու Դինայի նվերների, որ ավելի մանրամասն տեսնեք, որ այդ ատմոսֆերան զգացվի մի տեսակ։ Fitzgerald-ից ես կարդացել եմ «Ночь нежна» եւ «Gatsby»-ն իհարկե։ «Последний магнат»-ը չեմ կարդացել, բայց ոնց որ թե էկրանիզացիայից հատված կա ստեղ ու ստեղ Ռոբերտ Դե Նիրոն է նկարած, պատկերված, գիրքը շատ փոքր է իրականում, ծավալով 218 էջ է, բայց այնքան քիչ է ծանրաբեռնված էջը, որ կարծում եմ շատ շուտ կարելի է իրեն կարդալ։ Ու հաջորդ գիրքը, որ ուղղակի ցնցող է գեղեցկությամբ, Ուիլյամ Սարոյան «Человеческая комедия» ու նաև մնացած բոլոր իր ստեղծագործությունների մեջ հավաքված են։ Կարծում եմ ավելորդ է նշել, որ «Ինաստրանկա» հրատարակչության «Большие книги» շարքը ուղղակի չգիտեմ, շեդևրներ են ստեղծում, ես իրանցից Սկարլետը մեկն ունեմ ու դա ցնցող է իր գեղեցկությամբ, պարունակությունը իհարկե համոզված եմ լավը կլինի, ես կարդացել եմ «Человеческая комедия», բայց համոզված եմ, որ Գարնան կողմ ամռան կողմ կծանոթանամ նաև Իլան Սարոյանի բոլոր մնացած գործերին, որոնք այս սբորնիկում տեղադրված են։ Իդեպ ինձ հետաքրքիր է Սարոյանից դուք ինչ-որ բան կարդացել եք, սիրում եք իրան, չեք սիրում, գրեք ինձ անպայման ու առհասարակ բոլոր գրքերի մասին բնականաբար կոմենտներում գրեք, անհամբեր կսպասեմ։ Հաջորդ գիրքն ինձ նվիրել է իմ սիրելի Աննա
բանը չկան ինքը ինձ չգիտեմ, համ քուրիկի պես է, համ աղջիկա պես է, համ ընկերուհու պես է, իրեն շատ եմ սիրում։ Իդեպ ինքն էլ YouTube-ում ունի Ալիկ, ինքը ունի իր հրաշալի բիզնեսը թեփնոցների։ Ես անպայման այդ բոլորի հղումը կթողեմ նկարագրության հատվածում, անցեք նայեք։ Ուրեմն Գիյոմ Մյուսոնա «Բումաժնա դևուշկա», այս գիրքը մի փոքր ուշա, մեջ ինչ որ սխեմաներ կան, ես չէի տեսել։ Ինքը գիտեր, որ Գիյոմ Մյուսոնին շատ եմ սիրում։ Գիյոմ Մյուսոն միշտ մի փոքր sense միստիկ, ֆանտաստիկ ժանրերի մեջ է գրում, ինչը ինձ շատ է դուր գալիս։ Ու վերջին 3 գրքերը, որոնք հայտնվել են իմ գրադարանում, որոնք էլի ուշացած նվերներ են ծնունդից, բայց հենց իմ ցանկությամբ, 3-ը պրոստ այնքան ցնցող են, չգիտեմ որից սկսեմ, լավ եկեք սետքի ամենասիրածս կպահեմ վերջի համար։ Առաջինը Դեվիդ Բալդաչինա, «Где моя сестра»։ Բալդաչիի մասին ես պատմել եմ սեպտեմբեր ամսվա աչոթի ժամանակ, երբ կարդացել էի իր последние мили գիրքը, ու ինձ շատ էր այն դուր եկել, այսդեղ ինկարի շոկով շարքն է։ Ուրեմն ստեղ ոնց որ ունենք մի աղջիկ, ով մի հիշողություն ունի, թե ոնց է ինքը սենյակում նստած իր զույգ քրոջ հետ ու ինչ որ մանյակ է մտնում իրանց սենյակ, շիտալիչկայով հաշվում է ու իր քրոջը տանում է, իսկ ինքը մնում է։ Ու տարիներ անց, երբ ինքը արդեն դառնում է դետեկտիվ, պատահաբար իմանում է, որ բերթերից մեկում նստած այդ մարդը ու հանդիպում է իր հետ, ինչ որ նման մի բան։ Այդ սպոյլեր չի, ընդհանրապես անոտացիայում դա գրված է։ Անհամբեր սպասում եմ, թե փակալու էլի հունվար փետրվար ամիսները, իդեպ այս գրքի մասին հետո մանրամասն էլի ձեզ կպատմեմ, որտեղ անհամբեր ուզում եմ իրան կարդամ։ Հաջորդը լրիվ պատահական ընտրություն էր, բայց հետո ինձ ասացին, որ թույն գիրք եմ ընտրել, այնց որ էլի իրանել եմ անհամբեր սպասում, «Des Gerichtsen Sat Kastei»։ Սա բժշկական դետեկտիվ է, ինչքանով հասկացա, գործողությունները Անգլիայում են տեղի ունենում, տենց 18-19-րդ դար։ Մի կին նոր տուն է առնում, հետո պարզվում է, որ այդ տամբակում մի քանի դիակներ կան թաղված ու պետք է ոնց որ հասկանալ այդ պատմությունը, խեն իրանք թաղված, ով է իրանք սպանել, ինչ պատմություն կա, ինչ խնդիր կա։ Ինձ թվում է շատ ակրկիր կլինի, գիրքն էլ որակով շատ լավն է, հենց որ անհամբեր էլ իրան սպասում եմ։ Ու վերջինը, это вишенка на тортике, որովհետև այս գրքի հետևից ես վազում եմ վերջին մոտ կես տարին կամ մի քանի ամիսը ու վերջը բուկինիստում գտա Stephen King «Нужные вещи»։ Անհամբեր եմ ուղղակի սպասում, թե երբ է գալու, նոր տարվա տոները երբ են անցնելու, որ հանգիստ սրտով կայնամ իրան վերցնեմ, վայելեմ։ Այստեղ գործողությունները կարծեմ Castle Rock քաղաքում են տեղի ունենում, եթե սխալվում եմ, այստեղ հետո կգրեմ կնշեմ ճիշտ է։ Մի մարդ բացում է խանութ, որտեղ յուրաքանչյուրը կարա գտնի այն ինչ որ ուզում է։ Այսինքն դու գնում ես խանութ, ցանկացած բան ինչ քո սիրտը ուզում է այդ խանութում կա, բայց դրա դիմաց դու պետք է վճարես։ Մի փոքր գումար, շատ չնչին, սիմվոլիկ ուղղակի գումար, բայց գլխավոր վճարը տեն պետք է լինի, որ դու քո հարևանի վրա ինչ որ բոց անես, հա, կոպիտ ասած, այսինքն չգիտեմ, ինչ որ մի հարցում իրան վատություն անես, փոքրիկ վատություն, թվում է թե իրենց ոչինչ չներկայացնող ինչ որ բան, դա հենց վաճառողի խանութի տիրոջ պահանջն է։ Ու այդ դեպքում դու կստանաս ինչ որ ուզում ես։ Ու ենթադրում եմ, որ մարդիկ իրանց երազանքների ապրանքը ստանալու համար պատրաստ են հաստատ հարևանի ոտքի տակը փորել կամ ավելի ինչ որ վատ պակասել անել, ինչը իհարկե շատ ուրախացնելու է խանութի տիրոջը։ Մոռացա նշեմ, որ խանութի տերը սովորական մարդ չի, այլ դև է, ու իրան բնականաբար հաճույք է պատճառում, որ մարդիկ իրար վատություն են անում։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ պատսıl կա այս գրքի մեջ, ինչ հետաքրքիր միտք դրած կնի Ստիվեն Կինգ, այս ահով որ կարոտել եմ իր հոգեբանական վերլուծություններին, իր այդ պսևդոքաոսային փիլիսոփայական ինչ որ մտքերին, մի խոսքով ինքը ինձ բամբիչսկի վիճակների մեջ է գցում, ինչը ինձ շատ է դուր գալիս։ Դուք պատկերացնում եք, այսքան տարի այդ մարդը ստեղծագործում է, ու ասենք իր ամեն գիրքը մյուսից լավն է, ինքը չի դադարում լինել տոպ առաջին, ինքը չի դադարում լինել իր ժանրի մեջ լավագույնը։ Ես ուղղակի այնքան եմ հարգում այս մարդուն մենակ դրա համար, ես չգիտեմ ինքը ինչքանով է լավ մարդ, իր մարդկային արժեքների մասին, տեսակի մասին, բայց այն որ ինքը թույն է իր գործի մեջ, ինձ թվում է ոչ մեկ չի կարա հերքի։ Ու վերջ, այսքանն էին։ Հիմա ուզում եմ փորձեմ գրքերը դնեմ իրար վրա, ձեզ ցույց տամ թե ինչքան բան ստացվեց ու նայեմ ձեզ հրաժեշտ ասեմ։ Անհամբեր սպասում եմ ձեր մատիկներին, եթե վիդեոյի սկզբում մոռացել եք դնեք, սպասում եմ ձեր կոմենտներին, ինձ անպայման գրեք, թե ինչ գրքեր եք առել վերջին ամիսների ընթացքում կամ նվեր ստացել, ինչ խաչելկաներ ունեք այս նոր տարվա համար, միգուցե պատրաստվում եք ձեզ ինքներդ ուրախացնել պատվերներ անել կամ ձեզ ինչ որ նվեր են տալու, ինձ անպայման գրեք, ինքան հետաքրքիր է փորփրել վիշի գրքային դարակները, չգիտեմ, այդ գաղափարն ու այդ երևույթը ինձ շատ է դուր գալիս, հուսով եմ աշտարակը գրքերի չի թափվի, իսկ մենք կհանդիպենք մյուս վիդեոյի ժամանակ շատ շուտով, ակտիվ եղեք մեկնաբանություններում, ձեզ ամենալավ գրքերն ու ֆիլմերն եմ ցանկանում, ամենալավ գրքային խաչելկաները, որ մինչև տարվա ավարտ այդ բոլոր գրքերը, որ ուզում եք անպայման ունենաք։ Սիրում եմ ձեզ շատ ու The fruit cake, it's time we hung some tinsel